Այդ խոսակցությունները, որ կային խզվածք, ուրեմն մենք հասկացանք, որ այս գագաթաժողովից մենք հասկացանք, որ դա այդքան էլ այդպես չի։ Խոսքը Միացյալ Նահանգներ Եվրամիություն վերջին շրջանի հարաբերությունների հնարավոր խզվածքի մասին է։ Վատատեսական այդպիսի սցենարները չեզոքացվեցին փետրվարի 13-ից 15-ը Մյունխենում անցկացվող 62-րդ միջազգային անվտանգության համաժողովին, որին մասնակցում էին մոտ 60 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Բոլորի ելույթներում կարմիր թելով անցնում էր մի միտք, որ այլևս գոյություն չունի նախկին համակարգը, որը որ գոյություն ունեցել, չգիտեմ, մի քանի տասնամյակ, երեք կարելի ասել կարևորագույն ելույթներ շատ տարբերվեցին, այսպես կարելի առանձնացնել։ Մեկը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթն էր, հյուրընկալող պետություն որպես ելույթով հանդես եկավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ղեկավարը, Մերցը ելույթ ունեցավ նաև Մեծ Բրիտանիայի ղեկավարը։ Հրաչյա Թաշչյանը առանցքային է համարում հատկապես պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձները։ ԱՄՆ-ն չի պատրաստվում մեկուսանալ, այլ շարունակելու է ակտիվ դերակատարում ունենալ աշխարհում։ Իրենց նպատակը չէ փլուզել բոլոր կառույցները, բազմակողմ կառույցները, որոնք որ կան թող մնալու են, բայց Միացյալ Նահանգները գտնում է, որ դրանք պետք է նորոգել, վերակառուցել։ Կար շրջանառվող մի միտք, որ այլևս գոյություն չունի այդ համերաշխությունը տրասատլանտյան Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց նա ասում է ոչ, դա այդպես չէ, եւ ես եկել եմ այստեղ հավաստիացնելու, որ դա այդպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ համագործակցությամբ։ Եվրոպացի առաջնորդների ելույթներն էլ նույն տրամաբանության մեջ էին։ Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանական եւ տնտեսական կարողությունները, սակայն ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ի հետ դաշինքը մնում են առանցքային։ Եվ քանի որ Հայաստանը հարաբերություններ է խորացնում թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության հետ, նրանց երկուսի հարաբերությունների նորոգումը ել ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի։ Թաշչյանի դիտարկումն է։ Մեզ համար բնականաբար բնավ ձեռնտու չէր լինի, եթե հանկարծ այս երկու խոշոր միավորների միջև հակասություններ առաջանային եւ ընդ որում այսպես սկզբունքային բնույթի հակասություններ, ինչպես շատերը կանխագուշակում կամ չարագուշակում էին։ Կոնֆերանսը ցույց տվեց, որ այդ հակասությունը, այդ ուրեմն անջրպետը չի առաջանում։ Իսկ դաշինքի նորոգման դեպքում չեն ձևավորվի նաև բաժանարար գծեր։ Միջազգային հարցերի փորձագետը բացատրում է։ Կան այս տեսակի կանխատեսումներ, որ աշխարհը գնում է բազմաբևեռության եւ ինչ է նշանակում, ամեն մի բևեռ ունենալու է իր ազդեցության, այսպես գոտին, բայց եթե աշխարհում կա այս տեսակի մի ուժ, նայեք, նա բացառում է նման գոտիների ձևավորումը։ Ինչը իհարկե ձեռնտու է մեզ համար, քանի որ մենք այսօր, այսինքն սա ինչ է, սա նպաստավոր պայմաններ են, լավ նախադրյալներ են, պայմաններ են, որպեսզի Հայաստանը իրականացնի բազմազանեցված կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք պարփակվել ինչ-որ մի բևեռի շրջանակներում։ Ռուբիոն իր ելույթում նաև շեշտում էր մատակարարման շղթաների վերահսկողության կարևորությունը։ Այդ ամենից անմասն չի մնա նաև Հայաստանը։ Նախ խոսում է ինչի մասին, որ իրենց արդյունաբերական ներուժը նվազել էր եւ սեղմվել էր, փոքրացել էր վերջին տասնամյակներում եւ հիմա եկել է պահը եւ պետք է նրանք վերականգնեն այդ ծավալները, այդ հզորությունները արդյունաբերական եւ այստեղ շատ կարեւոր է որպեսզի իրենք ունենան անկախ եւ վերահսկելի մատակարարման շղթաներ։ Իսկ եթե նայում ենք այս համատեքստում, ապա ուրեմն տեսնում ենք թե ինչքան որքան կարեւոր է TRIP ծրագիրը եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որքան համահունչ է դառնում այս ուղերձների հետ։ Ուժեղ եւ համախմբված արևմուտքի արկայությունը ստեղծում է ավելի լայն գործակցության հնարավորություններ նաեւ մեր երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման համար։ Թաշչյանի դիտարկումն է հիմքում վերջին տարիներին աշխարհի քարտեզի վրա Հայաստանի դերի ու կշռի ակնհայտ փոփոխությունը։ Իսկ Հայաստանի այսօրվա քաղաքականության այլընտրանքը ո՞րն է։ Հայաստանի այսօրվա քաղաքականությունը ունի այլընտրանք, շատ ճիշտ ձևով մշակված եւ ուրեմն ճիշտ հունով ընթացող քաղաքականություն է դա։ Շնորհակալ եմ։ Իրինամ Կրչյան, լուրեր։